شاب إديو من ناخون من أرض العنكاوة قو أمرد أصليمة مقدشات أرمن أرثوذكس أي أمرة بيرابة تفاصيل ليه دخلة هذه كلها بيطخلة وبيدخ كمان المساحة دي وبيطخ مودنا من ديانة الهوية بيا كل أي بوش من Այս եկեղեցին 2019-ին բացումը եղավ ապրիլի 5-ին եւ 6-ին նավագադիգի եւ օզման արարողությունը կատարվեցավ այս եկեղեցու մեջ ցերամբ Թեմիս Փարեչյան առաջնորդ դեր ավակ arczepiskopos Ասադուրյանի Իրաքի հայոց եւ իր հետ մասնակցեցան 5 եպիսկոպոսներ այսինքն այս եկեղեցու օզումը կատարվեցավ 6 եպիսկոպոսներու ցերամբ Եվ այս եկեղեցին այն օր մինչև այսօր մենք կորզացենք որպես մեր բոլոր դիսագդարությունները կատարելու բادرակները եւ բոլոր մեր արարողությունները այսօր մենք որպես հայեր այս երկրի վրա որպես գաբրինք մենք 2015 թվականին արբիլի մեջ որևէ եկեղեցի չունեինք մենք Omanur եկեղեցու մեջ մեր բոլոր բادرակները եւ արարողությունները կգադարեին սակայն ինչ որ դեղ ունեցավ այս եկեղեցին սկսանք այստեղ գադարել մեր բոլոր արարողությունները եւ այսօր այս եկեղեցին կորզածվի որպեսի հավաքույց մեր հավատացյալ ժողովրդին թե բادرակներուն թե դիսագադարություններուն եւ ինչպես որ այսօր գտեսնակ վաղը մենք բիլի դոնենք ودن լվա եւ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի չարչարանած խավարումը եւ այն արարողությունները որ ավակ շաբաթի մեջ գտնանան եւ ուրեմն այսօր որպես մենք հայեր այս եկեղեցին Գարավորցյան Քուրդիստանի Գարավորցյան ցերամբ դրվեցավ այն հողամասը մեզի որպես նվեր հայ ժողովրդին եւ գարուցվեցավ այս եկեղեցին իրենց հաշիվով իրենց բյուջեին դրվեցավ որբեսի հայ ազգնալ արբիլի մեջ ունենան իրենց սուրբ եկեղեցին
Եվ այս եկեղեցու անունը տրվեցավ Օզման օրը Սուրբ Խաչ եկեղեցի։ Եվ այն եկեղեցին է, որ այսօր մենք բոլորս այստեղ կհավաքվենք եւ մեր բոլոր հավաքույթները այս եկեղեցու մեջ տեղի կունենա։ Ուրեմն ես որպես հոգևոր հովիվ այս եկեղեցու եւ Իքարքուգի եկեղեցու Սուրբ Աստվածածնա եկեղեցու հոգևոր հովիվ կմաղթեմ բեդության, որ իրենց ցերկը հաշխեցին մեզի եւ օգտակար եղան հայ ժողովրդին, որովհետեւ հայ ժողովուրդն այսօր այս քեղեցիկ եկեղեցին ունենա եւ այն եկեղեցիվո ջամփով իր բոլոր այն աղոթները, սագադությունները ժողովրդին հետ գադարի։ Եվ ես որպես հոգևոր հովիվ այսօր գրգին անգամ իմ շնորհակալությունս կմաղթեմ գահայտնեմ Թեմիս Փարեջյան առաջնորդ քրաշնորհ դեր ավակ arczepiskopos Ասադուրյանին, որ ինք իր այն չանքերով այս եկեղեցին դեղի ունեցավ եւ բացումը դեղի ունեցավ 2019 թվականի ապրիլի 5-ին։ Եվ այսքե քանի օր առաջ ապրիլի 5-ին երրորդ դարին մենք դոնեցինք այս եկեղեցու որպես հիշադակը եկեղեցու Սուրբ Խաչ եկեղեցու։ Եվ ես որպես Արթուն Քահանա Խալացյան հոգևոր հովիվ այս եկեղեցու իմ մաղթանքը Իրաքի Սիրիան հերոստանգերության եւ ցեզի որպես դուք այսօր չանք թափեցիք եւ եկաք այս եկեղեցու մեջ որպեսզի մեր հետ զրույցնեք թե այս եկեղեցին ինչ է մեզի համար եւ այս եկեղեցու դարաձությունը բոլոր եկեղեցու դարաձությունը 800 մետրի վրա շինվեցավ այս քեղեցիկ եկեղեցին սակայն ինքը բոլոր դարաձությամբ 5300 մետր է եւ մենք հուսանք որ վամույսոր այստեղ սրահ մնալ ունենանք որպես այն սրահի մեջ մեր մյուս արորիա մշակութային այն կորձերը գդարենք։ Ես հոգևոր հովիվ Արթուն Քահանա Խալացյան, հոգևոր հովիվ Ալբիլի եւ Քարքուգի հայոց։